Վայ, կամաց խոտուտ է գալիս։ Տիկին Ռուզան, դուք պետք է ամեն ինչ անեք, որ Մեհերը Խոստովանի ինչով է զբաղվում։ Իսկ մենք ամեն ինչ կձայնագրենք։ Անպայման։ Մենք այնտեղ ունենք տեղադրված թաքնված տեսախցիկ, որը ուղղված է բազմոցի կողմ։ Աշխատեք, որ ինքը նստի բազմոցին։ Հա, եղավ։ Նրանից ինֆորմացիա կորզելու համար կարող եք շարքել նրա զգացմունքները ձեր հանդեպ։ Հասկացա։ Կուտամ, որ ես էլ իրան եմ հավանում։ Կարելի է տենց էլ ասել։ Տանը մարդ չկա, չէ՞։ Չէ, երեխեքին ուղարկել եմ հարևանի տուն։ Դե լավ, մենք բարձրանանք վերև։ Հենց ինքը Խոստովանի, մենք իրան կձերբակալենք։ Բարև Ռուզաննա։ Շնորհակալություն Մեհեր։ Ահավեսի ներս։ Չէ, այդտեղ մի նստի։ Այստեղ նստի։ Բազմոցին շատ ավելի հարմար կլինի։ Ինչի անհալի տեսք ունես։ Քո համար եմ սենց հագնվել։ Մոռացա հարցնել։ Այն փաթեթը վերցրեցին։ Հա, լսի, փաթեթի մեջ ինչ էր։ Նենց ծանր էր։ Դե դեղեր էին։ Ինչ կարևոր է։ Քեզ հետ կապված ամեն ինչ ինձ համար կարևոր է։ Լուրջ ես ասում։ Հիշում ես, որ երեք ասեցի, իմ սիրտը գառնիկի մոտ է։ Հա։ Վերցրել եմ հետ։ Ուզում ես տամ քեզ։ Ես հոգնել եմ տան տնտեսուհու կյանքից։ Արկածներ եմ ուզում։ Գրություններ։ Ռուզան, ես սիրտս կտրակի երջանկությունից։ Ես շատ եմ փոշմանել, որ այն ժամանակ դպրոցում ծաղիկներով հարվածեցի քո նուրբ գլխին։ Ոչինչ։ Ես ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ քեզ ու միշտ մտածել եմ քո մասին։ Փախցրու ինձ այստեղից։ Դե դեպքում եսա քեզ խոստովանելու բան ունեմ։ Ես իրականում բժիշկ չեմ։ Այլ զբաղվում եմ։ Բարև Ռուզան։